ռեֆերենդումներ, մի շարք խախտումներ, թե նաև ընտրության ընթացքում մենք տեսել ենք, որ վաղ առավոտվանից եղել են որոշ ընտրատեղամասեր, որտեղ ընդհանրապես բացակայել է երրորդ համարով քվեաթերթիկը, եղել են ընտրատեղամասեր, որտեղ կուտակումներ են եղել եւ այդ կուտակումների արդյունքում ԿՊ-ն կարողացել է իր ուզած պլանը իրականացնի, եղել են ընտրատեղամասեր, տեսել եք, որ զինվորականներ են մտել մեծ քանակի ոչ թույլատրելի ժամին եւ մի շարք այլ ընտրակեղծիքներ, նշեմ նաեւ, որ եղել են ընտրատեղամասեր, որտեղ որ արձանագրված է, որ թափանցիկ ծրարով է եղել ընտրությունը, ինչը բոլորը գիտեն, որ անընդունելի փաստ է ընտրության ընթացքում։ Տիկին Ղումաշյան, ձեր պահանջը ո՞րն է։ Մեր պահանջը ընտրությունները անվավեր ճանաչելը, որպեսզի մենք կարողանանք եւս մեկ անգամ մեր ժողովրդին հնարավորություն տանք իրենց ընտրությունը կատարել։ Այդ հարցը այսօրվա նիստում է քննվելու։ Նաեւ այսօրվա նիստում մի քանի հարց է քննվելու, նաև մեր լիազոր ներկայացուցիչները մեր դիրքորոշումը հայտնելու են նիստի շրջանակներում։ Այսինքն դուք վստահում եք Նիկոլ Փաշինյանին եւ կարծում եք, որ հերթական անգամ ընտրության գնալիս կեղծումներ չեն լինելու, ժողովրդավար ձևով, թափանցիկ ձևով։ Ոչ, մենք չենք վստահում, ավելի ուշադիր ենք լինելու եւ ավելի հետեւողական, հաշվի առնելով այդ բոլոր ապօրինությունները, որոնք տեղի ունեցել հունիսի 7-ին։ Մանդատները վերցնելու քննարկում։ Իհարկե մենք այդ հարցը քննարկել ենք, դիրքորոշումը կհայտնենք, կարծում եմ Թիմակիցը ասում էր, ձեր թիմակիցներից մեկը չեմ հիշում, ասում է, որ սադրում են ձեզ, որպեսզի դուք դուրս գաք փողոց եւ փողոցային պայքար մղեք, ով է սադրում։ Գիտեք, մեզ համար մեր հայ ազգը, մեր հայրենակիցները բացարձակ արժեք են եւ մենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա շատ անկանոն եւ զոհերով լի կլինի, այդ իսկ պատճառով մենք այդ քայլի չենք գնում, մնում ենք օրենքի շրջանակներում։ Ձեր թիմից 177 անձի մեղադրանք է առաջադրվել, հակակոռուպցիոն կոմիտեն տարբերաբար ձայնագրություններ է հրապարակել, այդքան անձի մեղադրանք է առաջադրվել, ինչ